խորհրդային տարիներին մեզ մոտ հայոց պատմություն դպրոցներում ինչքան էին անցնում, ինչքան ժամանականակով, չէ՞։ Եվ ստացվում էր, այո, շատ քիչ տեղեկատվություն էին ստանում։ Մեզ մոտ հիմա ավելի շատ տեղեկատվություն են ստանում հայոց պատմությունից եւ հայոց լեզվի ժամերն են ավելի շատ, բայց նաեւ այստեղ մեխանիկական կողմից բացի կա նաեւ գաղափարական կողմ, այսինքն նույն խորհրդային տարիներին հայրենասիրության ինչ որ ուրիշ մոդել էր մատուցվում, արդյունքում այդ ժամանակաշրջանի դասիրակված սերունդը Արցախյան շարժում սկսեց։ Մեզ մոտ էլ հիմա ուրիշ ձևով է այդ գործընթացները, այսինքն միայն ծավալը շատացնելով չի, օրինակ կարող է ծավալը շատացնելով վանենք երեխաներին, այսինքն պետք է գտնել ինչ-որ մոդել, որի պայմաններում երեխաները ավելի մեծ հետաքրքրություն կունենան ազգային բաղադրիչով առարկաների նկատմամբ, այսինքն բոլոր այն գիտությունները, մաթեմատիկա, ֆիզիկան շատ կարևոր են մարդու մտածողության ձևավորման համար, բայց նրանք ձևավորում են մարդ, որը գլոբալ աշխարհի մասն է։ Իսկ թե ինչով էինք առանձնանում, դա արդեն ազգային պատմություն, ազգային լեզու եւ այլն։